վաղաշապատ բնակավայրերը շրջանառված որոշման համապատասխան խոշորացվելու են։ Եվ այսուհետ դառնալու է մի կարողանա, եթե չխոշորացվենք կարողանա ինքը։ Մեր մոտ եթե չխոշորացվելու սցենար չկա, մենք գնում ենք համայնքների միավորման գործընթացին եւ դրա պարագայում արդեն ասեցի, որ այո, մեր տեխնացիաները ես հաշվում եմ, որովհետեւ հնչում են տեսակետներ, կարծիքներ, որ սա հենց այդ նպատակով է արվում, որտեղ տեխնացուն կարողանա։ Ոչ այդ նպատակով չի արվում, արվում է հետեւյալ տրամաբանության մեջ խոշոր համայնքային միավորները ավելի հեշտ են կառավարելու տեսանկյունից եւ ավելի էֆեկտիվ են։ Եվ Վաղարշապատը մեր միակ համայնքն է, որը այս տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում ենք 21-ին չէի կանում ամբողջապես։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերամիավորվելու են։ Ճիշտ է այնպես, ինչպես 2021-ին են եղել ուրեմն համայնքներ, որոնք վերամիավորվել են 2017 թվականի, 16 թվականի խոշորացումից հետո, այնպես որ սա շարունակական process է եւ պայմանավորված չի ինչ-որ քաղաքական հանգամանք։ Բայց պարոն Խուդայցյան, ինչու հենց պարոն Մեխակյանին կես տարի չկա մարզպետ է նշանակվել, ինչու հենց իր տեխնացիան վրա։ Պարոն Մեխակյանը լավագույն տեխնացուն է Վաղարշապատի համար, հենց նույն են տրամաբանության մեջ, որ ինքը թերևս միակ մարդն է, որը կառավարման process-ին որպես ղեկավար մասնակցել է եւ Խոյ համայնքում որպես համայնքի ղեկավար եւ Վաղարշապատում որպես համայնքի ղեկավարի տեղակալ, քաջատեղյակ է համայնքի խնդիրներին եւ որպես իմ նշած պաշտոններում աշխատելով եւ որպես Արմավիրի մարզպետ եւ դրանից առաջ որպես Արմավիրի փոխմարզպետ եւ ես կարծում եմ, որ էջմիածնեցիները Խոյ ամենքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչները ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխակյանը։ Ինքն է գլխավորելու ցուցակը ՀՊ-ի ընտրություններին արտահայտել։ Այո, կուսակցության վարչությունը ունի այդպիսի որոշում եւ պարոն Մեխակյանը գլխավորելու է մեր նախընտրական ցուցակը։ Իսկ նախկին համայնքապետի հետ կապված այսպես պարբերաբար Գասպարյանի մասին է խոսքը, պարբերաբար նա այսպես սկանդալային կոռուպցիոն ինչ-որ սկանդալներ կենտրոնում է հայտնվել, բայց մինչ օրս որևէ ինչ-որ բացահայտում կամ պատասխանատվության չի ենթարկվել, լավ այսպես ասած։ Ասիատերը ես չեմ, Տիկին Գասպարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից, ինքը մեկնաբանել է իր հրաժարականը, մենք հարգում ենք Տիկին Գասպարյանի որոշումը եւ ես դրան ավելացնելու ոչինչ չեմ։ Երեքանից Facebook-ում ձեր 2019 թվականի գրառումն էին պատտում տարբեր անձին Կաշկովոսեն կա, որտեղ դուք շնորհավորում եք Արցախի տոնը սեպտեմբեր 2-ին գրել եք Արցախը Հայաստանը եւ վեճ տոնը շնորհավոր Արցախ։ Շատ լավ, իսկ այդ շրջանակներին թվում է ես պիտի խմբագրեմ իմ կյանքի նախորդ ընթացքի հետ։ Քանի որ չեք խմբագրել, այսինքն կարող ենք ասել, որ հիմա չեմ խմբագրել։ Կարող եք այսինքն հիմա եք պնդում, որ Արցախը նոր իրողությունների մասով դուք գիտեք, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Եթե այլ քաղաքական հարցեր կամ նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող այլ հարցեր լինեն, սիրով Վաղարշապատի վերաբերյալ էր հարցը։ Պարոն Մեխակյանի նախով է փոխարինելու Արմավիրի մարզպետի պաշտոնում եւ ինչու եք ըստ էության իջեցնում նրա պաշտոնը տանելով որպես քաղաքապետ եւ լոռու մարզպետով է նշանակվելու, քանի որ 10 օրից ավել է լոռուն մարզպետ չունի։ Մարզպետների նշանակման որոշումները ուրեմն կայացնում է կուսակցության վարչությունում է քննարկում այդ հարցը։ Երբ որ պարոն Մեխակյանի ուրեմն տեղափոխությունով պայմանավորված Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր մնա, վստահաբար վարչությունը այդպիսի որոշում կայացնի եւ դուք ինչպես այս պահին այդպիսի հարց մեր օրակարգում դեռևս մեր օրակարգում չկա։ Նույնը պիտի ասեմ վերաբերում է լոռու մարզպետին, քննարկումներ կան, բայց երբ որ վերջնական որոշում լինի, քննարկում ասում եք Խուդայցյան այդ process-ը ժամկետային առումով նախատեսված է 2025 թվականի տարեվերջին կոնկրետ ժամկետ այս բան դեռ կմնա մասը։ Ժամկետները հայտնի են այդ Վաղարշապատի։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ տարեվերջին։ Խոշորացումն եմ հարցնում։ Նույն եթե նկատի ունեք ընտրական process-ը, նույն ժամկետի մասին։ Պարոն Խուդայցյան, դուք խոշորացումից հետո այդ ընտրություններով համայնքների միավորման գործընթացը ամբողջականացվել է։ Այսինքն համայնքապետի ընտրությունները արդեն։ Դա նկատի ունեմ երբ որ ասում եմ։ Այսինքն եւ խոշորացում եւ միաժամանակ կլինի։ Խոշորացումը կլինի բնականաբար մինչ այդ
այն աշխատանքային ռեժիմը մինչև ազգային ժողովը կհասցնի ընդունել վարչատարածքային ուրեմն բաժանման մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունները, որից հետո արդեն մինչև տարեվերջ կլինեն ընտրություններ։ Պարոն Խուդայցյան, չնայած Արցախի մասով ասում եք, որ նոր իրողություններ կա, ու չեք ասում։ Ես հարցին պատասխանեցի եւ հետեւյալ պատասխանը պիտի տամ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի իմ կյանքի ես կամ այն этаպում խմբագրումներ անեմ, այդ մարդկանց մեծ հիասթափություն։ Այսինքն հիմա եք ընդդեմ, որ Արցախը Հայաստանի է։ Ցավոտ իրողություն է այս տեղի ունեցողը, պարոն Խուդայցյան, եթե ժամանակին Արցախը Հայաստան եք համարել, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարը այն Ադրբեջանի մաս է համարում, հակասություն